Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, թեման ուսուցիչն է, մեր ներաշխարհ կերտողներից մեկը և ամենակարևոր մարդը դա ուսուցիչն է, դպրոցը, շենքը այն կառույցն է և դպրոցը չի կարելի շենք անվանել, դպրոցը չի կարելի մեկ բառով ասել, շինություն, կառույց, դպրոցը մի կենտրոն է, որտեղ կրթվում, դաստիարակվում, հասակ է առնում մարդը։ Այս ընթացքում շատերը խոսեցին ուսուցչի մասին, արդեն Մերձավանի դպրոցի ուսուցչուհի Ռոզա Դավթյանի մասին։ Շատերը քննարկեցին, քննադատեցին, վերլուծեցին, տարբեր մոտեցումներ ունեցան։ Ով ոնց կարողացավ ներկայացրեց։ Իդեպ ասեմ, որ հետևում կարդում ընթերցում էի յուրաքանչյուրի, այսպես ասեմ, գրառումները, եւ ավելի շատ ես նկատում էի ոչ թե ուսուցչի մասին են ուզում գրել, այլ փորձում են ներկայացնել իրենց, ճգնում են ներկայացնել իրենց ոչինչ չասող կերպարը։ Իհարկե կային նաեւ շատ ազնիվ մարդիկ, ովքեր ոչ թե նրանց նպատակը պարզապես օրվա թեմայի, ուրեմն թեմայից խոսելն էր, գրելն էր, անդրադառնալն էր, այլ նեցուկ լինելը, հարազատի վերաբերմունք ցուցաբերելը։ Իհարկե դուք շատերդ եք իմ նման, բոլորդ էլ երևի թե այդ գրառումների մեջ հասկացել եք ով ինչ է ուզում ասի։ Շատերը տեղից անգամ չշարժվեցին, բացի գրառում կատարելուց։ Չանհանգստացան, որտեղ է բնակվում, ինչ է անում այդ կինը, իսկապես խնդիրներ ունի, ինչպես որ ասում էին աշակերտները, թե սա նոր սադրանք է։ Ես փորձեցի առաջին հայացքից, երբ որ ես տեսա սոցիալական ցանցերում շրջանառվող տեսանյութը, չասեմ առաջիններից մեկն էի, դա կարևոր չի, հերթում որն էի, առաջինը տեսա, թե վերջինը տեսա, այստեղ վերաբերմունքն է, մոտեցումն է։ Հավատացեք, երբ որ ես գրեցի գնում եմ Մերձավան, ոչ ոք չարձագանքեց, որ ես կգամ, ու ես ջնջեցի։ Երբ որ գրեցի գնում եմ Չարենցավան, որևէ մեկը չարձագանքեց։ Բայց շատերը գրում էին, իմացեք մանկավարժի համարը ու փոխանցեք ինձ, տո լավ է։ Դուք էլ բազմոցում ճոճվեք, ասեք գործ արեցինք։ Սա հարցը միայն ուսուցչին չի վերաբերվում։ Խնդիրը շատ ավելի խորն է։ Մենք սովորել ենք չսիրել իրար, չհարգել։ Սա է խնդիրը։ Եվ էժան հեղինակություն։ Մանր բաներով գնալ հեղինակության, էժան հեղինակության, որը հետագայում վստահ եմ, որ ժամանակն իր պահանջներն ունի, մաղում է, անցքից թափվում են այն ինչ որ պիտի թափվի, ցորենը մնում է վերևում, հարդը իջնում է տակը։ Սա այսպես։ Անմիջապես, երբ որ ես տեսա ինձ թված Աֆրիկայի հետամնաց, աշխարհամասերի հետամնաց կվատուտի ցեղերի, ինչ որ մասին է խոսքը, ոչ թե Հայաստանի Հանրապետության։ Մեր կողքին, Մերձավան 2 կիլոմետր է Շենգավիթից։ Մեր քթի տակ է կատարվում, եւ դրանք մեր երեխաներն են, մեր շրջապատի մարդիկ են, մեր ծնողներն են, մեր ժամանակակիցն են, մենք ամեն օր շփվում առնչվում ենք իրենց հետ։ Եվ այն պահին նկատեցի, որ լրագրողը ճակերտավոր հարցնում է դուք թուրքասեր եք, տեղի տալով երեխաների արտահայտություններին, անդաստիրակ, անվայելուչ պահվածքին, լրագրողը չտարբերվեց ոչ անկիրթ ծնողից, ոչ անդաստիրակ աշակերտից։ Հակառակ ինքը տեղի տվեց, որպեսզի շարունակեն, կրքերը բորբոքեց ու հարցրեց, դուք թուրքասեր եք, խեղճ ուսուցչուհին միջանցքի պատին հենվեց, իսկ հոգեբանները կարող են ասել ինչ է նշանակում պատին հենվել, նա հենարան չուներ, նա հենք չուներ, նա որևէ մեկը այս աշխարհում չուներ բացի աշակերտներից, եւ աշակերտները հարձակվեցին իր վրա, այն աշակերտները, որ ամբողջ իր կյանքի նպատակը կրթելն է եղել, շատ գիտելիքներ տալն է եղել աշակերտին, հենվեց պատին ու սկսեց դասը պատմել, ասեց ես սա եմ ասել, հասկանում եք, այս հոգեբանորեն, չէ, լրագրող ճակերտավոր, ես մտադիր չեմ ձեզ պախարակելու, բայց պիտի ասեմ, որ լրագրողը կողմ լինելու իրավունք չունի։ Լրագրողը պետք է վեր բարձրացնի խնդիրը, նրա տակ թաքնված ինչ որ բաներ, որը խանգարում է ճիշտ հարաբերություններին, առողջ մթնոլորտին։
Սա է լրագրողի խնդիրը, որը վերջին ժամանակներս իհարկե նման լրագրողի գրեթե չենք հանդիպում։ Գրեթե չենք հանդիպում։ Չեմ ուզում դասեր տալ լրագրողներին, որևէ մեկին դաս տալու ոչ ցանկություն ունեմ, ոչ էլ իրավունք։ Ես ընդհանրապես փաստերն եմ արձանագրում եւ խոսում եմ փաստերով։ 1.5 ժամ դասատուին, ուսուցչուհուն, պատմության ուսուցչուհուն հարցեր են ուղղում եւ լրագրողը նմանատիպ հարցեր եւ աշակերտները եւ ծնողները ծաղրում են, անարգում, անարգանք վերաբերմունք ցուցաբերում, ձեռ առնում, նույնիսկ եւ դասատուին հարց են տալի եւ ինքը ուզում է պատասխանի, աշակերտն ու ծնողներն ասում են հələ դու սուս մնա, դու ձենդ կտրի ու իրենք են խոսում, այսինքն նրանք այնքան գրեհիկ էին, որ իրենց հարցի պատասխանը չէին ուզում լսել, այսինքն որն էր իրենց նպատակը նաեւ։ Եվ ժամուկես Ռոզա Դավթյանը պատասխանում էր իհարկե առանց հակադարձելու նրանց վիրավորանքներին, նույնանման պատասխաններ չէր տալի կոռեկտ ձևով համբերատար պատասխանում էր, հնարավորինս պատասխանում էր հարցերին, բայց երբ ինքնազգացողությունը վատացավ, ուրեմն դպրոցի ժամանակավոր պաշտոնակատար տնօրենը անմիջապես ուրեմն հրահանգում է, որ շտապօգնության մեքենա հրավիրել, որպեսզի հանկարծ Ռոզա Դավթյանի հետ ինչ-որ մի բան պատահի։ Իրենք ասելիք ապրավդանի ունենան, որ այդ Ռոզան էր մեզ վատացրել, սկորին եկավ մեզ համար, եւ իրենք ցույց տվեցին, նույնիսկ հրապարակեցին, որ ուսուցիչներից վատացել էին, ժամանակավոր ուրեմն ԺՊ այդ տնօրենը վատացել էր, պատկերացնեք սրանց ստրախով կեքը։ Տիկին Դավթյանը վատանում է, սկորին իրենց համար են կանչում։ Որպեսզի հետագայում պատասխանատվություն չկրեն, եթե ինչ որ մի վատ բան տեղի ունենա։ Չակերտավոր լրագրողը եւ լրագրողները, այսպես ասեմ, որովհետեւ ինքը մենակ չի, նրանք թելում են 30 տարի առաջ դպրոցը ամբողջավարություն դարձնողների թելն են թելում։ Նրանց կողմնակիցներն են։ Հետևաբար հարցադրումը այդպիսին էր, սրիկայաբար։ Դուք թրքասեր եք։ Թուրքը իդեպ ասեմ ազգություն է։ Այդ որ ասում է, դասատուն ասում էր, որ թուրքերի մեջ էլ լավ մարդիկ կան, որպես պատերազմի մասնակից, ասեմ, այո կան, բայց թուրքերի մեջ ձեր նման դժվար գտնվի մեկը, որ ամբողջ դպրոց մանկավարժական կոլեկտիվը, ծնողները եւ աշակերտները դուրս գան մեկի դեմ, այն մեկի, ով այդ դպրոցի համար հոգին, կյանքը չի խնայում։ Կարճ ժամանակ է, որ աշխատում է Դավթյանը Մերձավանի միջնակարգ դպրոցում։ Եվ այդ կարճ ժամանակվա ընթացքում նա որոշել էր նույնիսկ սմարթ գրատախտակ մրցույթով շահել։ Մի քանի անգամ գրել էր եւ նորից պիտի գրեր, որպեսզի շահեր, բայց այդ ընթացքում ուրեմն աշակերտների բողոքի հիման վրա ժամանակավոր ԺՊ-ն որոշեց ազատել աշխատանքից, իսկ հետո նորից վերականգնել, նորից հետո ազատել աշխատանքից, նորից հետո վերականգնել, իսկ այն հարցին, թե ինչու ազատեցիք, ինչու վերականգնեցիք, պատասխանում է ծնողների բողոքի հիման վրա, աշակերտների, որը չհիմնավորված էր, առանց ուրեմն հարց ու պատասխանի, առանց քննարկման է եղել, առանց ուրեմն Ռոզա Դավթյանի ներկայությամբ է եղել, իրենք որոշել են, իրենք ազատեցին, հետո վերականգնեցին, ասում է, դե մենք շտապեցինք, որ ազատեցինք, հետո շտապել վերականգնեցինք։ Հասկանում եք, սա խոսում է մանկավարժական կոլեկտիվի եւ դպրոցի տնօրենի, այս պահին ով տնօրենում է ԺՊ-ի, ուրեմն գիտելիքների պակասի եւ նրանց դավադիր նենգության, նենք տեսակի մասին։ Նորից եմ ասում, որևէ մեկին պախարակելու, քննադատելու ցանկություն չունեմ։ Փաստերն եմ ես ընդհանրապես արձանագրում, փաստերն եմ վավերացնում։ Այդ սոցիալական ցանցերում, երբ որ ես տեսա այդ տեսանյութը, աչքովս ընկավ, հաջորդ օրը ես շտապեցի Մերձավան։ Մինչ այդ դպրոցի բակից ես փոքր եթեր ունեցա, որ Մերձավանի դպրոցում եմ, հիմա ներս կմտնեմ, անմիջապես ներսից դռները փակեցին, ֆիքսեցին, եւ ինձ նկարում էին տարբեր, ուրեմն ռակուսներից էլ վեր ներքև կողքից տակից, դիմացը գրած էր բուֆետ, բուֆետից 3 կին դուրս եկան, ամենքն իր հեռախոսով, մեկը դռան մոտից, մեկը պատշգամբից, մեկը չգիտեմ ռեշորկի կողմից ինձ նկարում էին, ասում այսա սարքելը կտեսնես։ Անկեղծ ասած մի տեսակ ինձ ծառացուների աշխարհում եմ։ Դա դպրոց չի, դա կրթական ինչ որ մի վայր չէին մտել։ Սկսեցին ինձ նկարել, ես պիտի նկարեմ, իրանք են ինձ նկարում։ Այն որ ասում արջ ահից գոռում էր, այս սրանք այդ վիճակի մեջ էին։
երբ որ ուզեցի բացեմ, ինքը ներսից փակեց։ Դուրը ծեծեցի, կարծեմ տեսանյութը տեսած կլինեք, ներսից փոքր բացեց այդ կինը, ասում եմ ով եք դուք ներկայացեք, ասում է ես բան պահակն եմ։ Տեղը տեղին կոսմետիկայով, սենց աշկեր, ունքեր, սարքած ներկած լավ է, որ ակուրատնի գալիս եք։ Ես պահակն եմ, անկեղծ ասած չհավատացի, բայց դա խնդիր չէր, ոչինչ, պահակն է։ Խնդրեցի, որ իմ այցի նպատակը տնօրենի հետ զրուցելն է, տնօրենը խիստ զբաղված է, ասի ոչինչ, ես կսպասեմ, դե սպասեք, երկար սպասել եմ, արդեն երեկոյանում էր օրը, երբ ինձ ուրեմն եկան եւ ասացին, որ տնօրենը զարտուղի ճանապարհով ծալկել է։ Ես ասում եմ այն, ինչ ինձ փոխանցեցին բառացի։ Հարգարժան տիկին ԺՊ տնօրեն, ինչի ծլկեցիք։ Ինչ գիտեիք ես ինչ եմ խոսելու, ինչ հարցեր եմ տալու։ Թե մեղավորության զգացումը ձեզ հուշեց ծլկել։ Ինչևէ, երբ ես այդտեղ համբերատար սպասում էի մուտքի դրան մոտ, մոտեցավ հենց շենքին մոտեցավ մի մեքենա, պիկապ։ Դուրը ծեծեց, նրանք բացեցին, այդ 3 կանայք, 4 կանայք բացեցին ու անմիջապես փակեցին։ Մտքովս անցավ, ասի տեսնես, որ աշակերտի հարուստ պապաներ յուրաքանչյուրին յուրովի են ընդունում։ Ու սկսեցին այդ տղամարդու մարմնի մասերը, ով որտեղ հասցրեց, պաչվիչում էին։ Դե ես նայում էի, անկեղծ տառ անգամ չեմ ավելացնում։ Հնարավոր է պակասեցնում եմ, բայց չեմ ավելացնում։ Տղամարդու ձայնը բարձր գալիս էր։ Մենակ այն լսեցի, որ կիսաբաց էր արել, արդեն դուրը պիտի դուրս գար ինքը, ասեց ոնց թե տնօրենը տեղում չի, ես ուզում եկել եմ, որ իրան տեսնեմ, ու դուրը բացեց, դուրս եկավ, ասեց ես կզանգեմ։ Դուրս եկավ, ես մոտեցա իրեն, ասի դուք ծնող եք, ասեց ոչ, ես այստեղի նախկին աշխատող եմ, նախկին դասատու եմ, զինղեկն եմ, եւ ասեց այս դպրոցում 9-րդ դասարանցիներ կան, որ ընդհանրապես տառաճանաչ չեն եղել, ես եմ տառերը սովորեցրել, ես եմ նախադասություններ կազմել սովորեցրել, ես եմ բարևել ստեսություն ասել սովորեցրել, ես եմ սովորեցրել, որ բարձր չի կարելի գոռալ, խոսել, աղմկել։ Ես հիմա չեմ ասի այդ տղայի անունը, եթե չեմ սխալվում, փոխգնդապետ էր։ Ինքը հանրապետությունից այդ օրը գնաց եւ ասաց Կիրակի ուշ երեկոյան կվերադառնամ Հայաստան եւ անպայման պիտի տեսնեմ ուսուցչուհուն, որովհետեւ ես ամեն ինչ տվեցի, ինչ ունեի, գիտելիքներ, ինչ կարող էի, ինչ հնարավոր էր այդ դպրոցին, աշակերտներին եւ այն չնչին գումարը, որպես զինղեկ ինքը ստանում էր, այդ գումարն էլ էր ծախսում այդ դպրոցի բարեկարգման, այսպես ասեմ, եթե ինչ որ մի բան կիսատ տրատ էր լինում։ Այնուամենայնիվ ես վերցրեցի հեռախոսահամարը եւ ասաց, որ շատ զայրացած եմ, վիրավորված եմ, պայուսակս պատրաստ է, ես հենց հիմա պիտի թռնեմ 2 ժամից, բայց առաջնահերթ որոշեցի հանդիպել մանկավարժին, որը էլի թույլ չտվեցին այստեղ, որպեսզի հանդիպեմ Դավթյանին։ Ինձ ավելի վատ վիճակի մեջ են դարձրել, ես ուղղակի հեռացել եմ այդտեղից։ Ինձ ավելի վատ, ասեց, դրանք եթե մի բան մտածում են, կազմակերպվում են, հիմնականում Ասատրյան ազգանունով մի կին կա, որը փոխտնօրենն է, եւ մի խոսքով բոլորի գլուխգործոցը ինքն է։ Այդ ամեն աժոտաժը, այդ բանսարկությունները կատարվում է իր միջոցով, իր ցանկությամբ, իր հրահանգով, կուրատորն է, անկարգությունների, այլանդակությունների կուրատորն է։ Եվ արդեն ասացի այդ գնդապետը, թե փոխգնդապետ, ներողություն եմ խնդրում, չեմ ուզում նորից ձայնագրությունը, ես իմ ընկերներից մեկը ձայնագրել էր, ես զրուցում էի, ձայնագրել էր, կարծեմ փոխգնդապետ էր, չեմ ուզում նորից բացեմ ձայնագրությունը, դա կարևոր չի կոչումը, մարդ կոչում, նա ուներ ավելի բարձր կոչում, մարդ կոչումն է։ Եվ ինչ ասաց այդ տղան, որ փոխանցեք ուսուցչուհուն, ես իհարկե ասացի, որ ես պիտի սպասեմ, մինչև տեսնեմ ուսուցչուհուն, ուրեմն խնդրեց, որպեսզի ուսուցչուհուն փոխանցեմ իր ջերմ բարևները։ Ասաց, որ գիտեմ, որ դուք չունեք ընտանիք, չունեք ծնողներ, չունեք հարազատներ, եւ ես ձեզ որդի եմ, ես ձեր զավակն եմ, ես կանգնած եմ ձեր կողքին, ինչպես իմ մոր կողքին։ Ես վերադառնալու եմ եւ դու որևէ խնդիր չես ունենալու։ Բառացի ասում եմ այն խոսքերը, որ զրույցի ընթացքում ասաց փոխգնդապետը։ Սա իմ այդտեղի հանդիպումից, իսկ անդրադառնամ նրան, որ
այդ տեսանյութից կարճ ժամանակ անց տարբեր աղբյուրներից տեղեկացա, որ կրթության եւ գիտության նախարարությունը միջոցներ է ձեռնարկել, ազատել է աշխատանքից, իբր թե ազատել է աշխատանքից, ուրեմն ժամանակավոր տնօրենի պաշտոնակատարին, նկատողություն են ստացել եւ այլը, չկար այդպիսի բան, տնօրենը իր տեղում էր, նույն ոգով եւ գործում էր, ինչպես նաեւ կոլեկտիվը։ Ես այնտեղ չտեսա հարգանք, կոռեկտություն, չափի զգացում, ուղիղ դեմքիս շրխկացրին դուրը, ուղիղ դեմքիս եւ ծաղրացումներ էին։ Այդ կաշ գլուխներ կային մի 3 հոգի, անդադար բան էին անում, նկարում էին ինձ։ Տեղի չգիտեմ։ Ես չգիտեմ իրենց հասցեն նկարներս էլ կուղարկեմ էլի, եթե շատ էին ուզում նկարեին ինձ։ Եվ ին մանկավարժները, եւ այդ լրագրողը, եւ աշակերտները, եւ ծնողները, ես պիտի ասեմ, ոտնահարում են, սմբակահարում են իմ պետությանը։ Իսկ դրա պատասխանը չի ուշանա, հարգելի ծնողներ։ Այն գրահիկաբանությունը, որ անում էին ձեր երեխաները, ձեր ներկայությամբ, նույնը պիտի անեն մի քանի տարի անց ձեր նկատմամբ։ Անպայման ձեր նկատմամբ։ Նրանք պիտի լինեն վատ ծառայող, վատ զավակ, վատ հայր, վատ ամուսին, վատ ծնող, վատ քաղաքացի եւ վատ զավակ։ Դուք ձեր այդ ոգևորություն, հա, ներշնչող, այդ ծիծաղով, ձեր հրհրոցով, ես զարմանում եմ, որ ձեզ կարող են հարգել շրջապատում, որ ձեզ կարող են ձեր ամուսինների ընտանիքում հարգել, պարզապես հարգել, որովհետև դուք արժանի չեք հարգանքի։ Եվ իմ ցավակցություններս նրանց ընտանիքին, ում տանը ձեր նման հարս կա։ Արդեն ասացի, որ 6 ամիս է աշխատում է, գրեթե 6 ամիս է աշխատում է եւ այդ ընթացքում բավականաչափ աշխատանք է տարել։ Պատմության, ուրեմն եւ ոչ մի առարկայից այդ երեխաները, դպրոցի աշակերտները ոչ մի բանով աչքի չեն ընկնում։ Իսկ ուսուցչուհին 2010 թվականին արդեն Հայաստանի Հանրապետության որպես լավագույն ուսուցչուհի դա արդեն արժանացել է այդ կոչմանը։ Ինքը որ սմարթ գրատախտակ փորձել ունենա դպրոցը շահի, այդ ծրագիրը տապալել են, որովհետեւ նրանք չէին ցանկանա սմարթ ուրեմն գրատախտակ ունենալ, որպեսզի չասեն, այս դասատուն արեց։ Հանկարծ լավ բան չասեն։ Եվ տեսեք նրանց փոքրությունը, նրանց փոքրοκությունը, նրանց մտածողությանը, նեղ մտածողությունը, նրանց այդ դավադիր նենգությունը, որ հանկարծ աչքի չընկնի, հանկարծ գովեստի խոսի։ Եվ այն, որ սեպտեմբերին եւ ամեն տարի գրեթե պատմության ուսուցչուհին մասնակցել է ուրեմն ատեստացիաներին կամավոր եւ այս տարի էլ պիտի մասնակցի եւ ինքը արժանանում է լավագույն ուսուցչի կոչմանը։ Զարմանալի է, որ այդ ուսուցիչը այս ընթացքում, երբ որ դժգոհել են, աղմկել են, երբ որ չեն ուզեցել դասաժամերին անկարգ են իրենց պահել, դե իհարկե հրահանգ են կատարում, այդ ընթացքում նա գրել է Արմավիրի մարզպետին, Արմավիրի փոխմարզպետին, Արմավիրի կրթության վարչության բաժնի պետ Սոնա Բուդաղյանին։ Բայց լուր էին, որևէ մեկը Ռոզա Դավթյանի գրավոր դիմումին չի արձագանքել, բացարձակապես։ Ինչու, Սոնա Բուդաղյան, դուք որ թվականից եք նստել այդ պաշտոնին եւ որն է ձեր ֆունկցիան։ Դուք ինչի եք թույլ տվել, որպեսզի հարցը այնքան խորանա, որ դառնա համացանցի քննարկման առարկա։ Իհարկե բոլոր դպրոցներում եւ նույնիսկ ընտանիքներում միշտ էլ հարցեր կան ու լինում են, բայց դա բարձրաձայնել չի կարելի։ Տան հարցերը տան 4 պատի ներսում, նույնիսկ ամենամտերիմ հարազատին չեն տեղեկացնում այդ մասին, այդ հարցը լուծում են տան պատերի ներսում։ Եվ եթե պիտի մեկը ներկա լինի կամ կարգավորի այդ խնդիրը, դա այդ մեկը պիտի լինի ու իրենց ընտանիքին մոտիկ։ Դպրոցը հենց այն վայրն է, որտեղ ձեր ֆունկցիան, դրա համար եմ հարցնում, որն է ձեր ֆունկցիան, եւ բազմաթիվ դիմումներ էին եղել, խնդրել է դասալսումներ, Ռոզա Դավթյանը խնդրել է գաք դասալսումների եւ պատասխանեք, ինքը գրադիր ձեր եզրակացությունը տակ, հասկանաք, ինչա տեղի ունենում, չէ՞ որ ծնողներն ասում են, ինքը լավ չի դասեր տալիս, լավ չի պատմում, լավ չի, ոչ լավ չի կրթում, ոչ իր առարկայից լավ չգիտի։ Կանչել է, ուսուցչուհին հրավիրել է դասալսման եւ մարզպետին եւ մարզպետի
Օգնականին Մանվել Մելիքյանին եւ Սոնա Բուդաղյանին։ Հետաքրքիր է ինչի պիտի բանը հասներ դիվանբաշուն, որ աշխարհը զբաղվեր ձեր գործով։ Դուք ինչով եք զբաղված։ Որ մի ոլորտը սկսենք նայել ձեր, որ մի աշխարհ թերություն չլինի, անփութություն չլինի, անտեղյակություն չլինի, որից դուք տեղյակ չեք, բայց այդ խնդիրը կա։ Որ ասում են տերավորին տերն ա տարել, հիմա Ռոզա Դավթյանի դեպքում է։ Եթե աղջիկ կամ տղա ունենար Ռոզա Դավթյանը եւ ունենար զորավոր ամուսին, ձեր բոլորի բերանը կջարդեր եւ դու իգնորենտիր ուրեմն համայնքի ղեկավար, այն փորը տրզած, որ իրանից կես մետր առաջ է փորը, փողկապն էլ կապած է ու չգիտի դրա իմաստը, կապե ուղարկել են եւ դատարկ հայացք, ոչինչ չասող հայացքով դու Մերձավանի համայնքապետ, քեզ բոլորովին հետաքրքիր չէ ինչ է կատարվում դպրոցում, որ ես եկա, ալամ աշխարհը եկա, բոլորս գրեցինք, խոսեցինք, քննարկում ենք, իսկ դուք բութ հայացքով նայում եք, նույնիսկ այն զավեշտալի ձեր հարցը, որ ինչ է նշանակում ներկայացություն ուղարկել, գնամ բան բերի, ես չգիտեմ ինչ անհետ մի պատասխան տվեցիք։ Ընդհանրապես ես փորձում եմ կուսակցություններին ոչինչ չասել, որովհետև տարբեր մարդիկ, տարբեր ուրեմն քաղաքական կողմնոր քաղաքական բաներ ունեն, ուղղվածություն։ Ես ոչինչ չունեմ ասելու, բայց նա այն ինչ որ խանգարում է իմ պետությանը, իմ ժողովրդին, նոր սերնդին, դաստիարակությանը, կրթությանը, իմ պետության հիմքերը խարխրելուն ես միանգամից արդեն ամեն ինչ դնում եմ մի կողմ եւ ասում եմ, դաշնակցության վերջը պիտի դրվի։ Ուսումնասիրեք ովքեր են նախարարները, ինչ որոշումներ են կայացնում, որտեղ են դավադրաբար լռում, ով է Մերձավանի դպրոցի ժամանակավոր պաշտոնակատարը տնօրենի, ովքեր են մյուսները, որ ասել են Նիկոլական է, սրանից պիտի ազատվենք։ Եվ ոչ միայն Նիկոլական է, այո, նաև գրագետ է, որովհետև Նիկոլականները գրագետ են, կարդացած են, ովքեր էլ որ չեն հասցրել կարդան, հարվածի տակ են ընկել են 30 տարվա, չի խանգարում, նրանք կրթվում են, կրթվելը բոլոր տարիքում մարդը կրթվում է, սովորում է, սովորելու եւ կարիք ունի մինչեւ մահվան մահիճը, մարդը նորմալ մարդը սովորում է եւ սովորեցնում է։ Իհարկե ես չէի անդրադառնա այս թեմային, որովհետև շատերդ գրեցիք, ջնջեցիք, ձեր իմացած չիմացածի, գիտեիք մի հոգել, մի երկու հոգել գրել են։ Իմ կարծիքով Ռոզա Դավթյանին չպիտի նշանակել տնօրեն։ Ռոզա Դավթյանը երբ ուզես տնօրեն դառնա, որ դու էլ առարկում ես, կամ ով ես, որ քո կարծիքը շատ կարևոր է ու քո նման մի 100 հոգի սմբակավոր նռավից է դնում, որ դու ճիշտ ես ասում։ Հասկանում ես, առաջ մի կընկի որևէ մեկից։ Ձեր չափի մեջ մնացեք։ Ինչպես որ, այո, ես ասում եմ դա, եւ սա պահանջ է, ոչ թե իմ պահանջն է, այլ ընդհանրապես սա պահանջ է։ Դուք պիտի իմանաք ձեր չափի մասին։ Դուք պիտի հասկանաք ինչքան է ձեզ թույլատրված ասելու, ինչ իրավունք ունեք ասելու, ձեր պարտավորությունների մասին սովորեք։ Ինչ պարտավորություններ ունեք, ինչ իրավունքներ ունեք։ Ոչ թե դնեք որոշեք, ով պիտի տնօրեն դառնա, ով պիտի չգիտեմ ինչ դառնա։ Կարող ես քո կարծիքն ասել, բայց ոչ մի հատ ստատուս ես գրում, մի հատ իմ կարծիքով ինքը այն մարդը չի, որ կարա։ Լավա դու այն մարդն ես, որ կարող ես քո էջում կայանաս ու մի հատ էլ ձեռդ սեղանին, բռունցքդ սեղանին խփես ու ասես սենց է պետք, բայց ով ես դու։ Հասկանում եք, հարգելի ժողովուրդ։ Ես խնդրում եմ չափի, ձևի եւ բովանդակության մասին միշտ հիշեք։ Միշտ հիշեք։ Եվ երբ որ ասում են, որ դպրոցում միայնակ է Ռոզա Դավթյանը, այո, երբ ասում են, որ նա չունի հարազատ, չունի որևէ մեկը, ես այսուհետ իր աղջիկն եմ։ Ռոման Բաղդասարյանը իր զավակն է։ Իր զավակն է նաև այն փոխգնդապետը, որն այսօր վերադառնալու է արտերկրից։ Եվ շատ զավակներ ունի Ռոզա Դավթյանը։ Այստեղ միայն Ռոզա Դավթյանը չի, այստեղ նորից եմ ասում, ձեր մոտեցումն է։ Ու նորից պիտի ասեմ, կրթվելը, այո, նորաձև է, որովհետև դուք 30 տարի չիմացաք ինչ բանա կրթություն է, ինչ բանա հարգել, ինչ բանա պարզապես հարգանքով լինել մեծի հանդեպ, ծնողի հանդեպ, ծնողների ներկայությամբ զավակները
Ես ամաչեցի, զավակներն էդի ինչ էին, երբ որ ես հիշում եմ նույնը իմ երեխեքն են սովորել, լավ կլինի, որ իմ երեխեքն էլ նույնը անեն, ուրեմն երբ որ ինձ ձայն էին տալի իմ ծնողները, ես ասում էի հա մյուս սենյակից, մոտենում էր ինձ, ասում էր հաչի, որ անունը տալիս եմ, ներկայացի։ Ես նենց էի ամաչում, որ հաջորդ անգամ էլ որ լնում էր, ասում էի հա, անմիջապես հիշում էի ու վատ էի զգում, որ ինձ ասել են ներկայացի։ Հարգելիներս, երևի թե դուք մեղավոր չեք։ Ժամանակի բաց թողումն է։ Սա մեծ խնդիր է, մեծ խնդիրն է, որ եթե մենք չունենք առողջ մտածող սերունդ, նշանակում է մեր պետությունը վտանգված է։ Դուք մեր պետության հիմնաքարերն եք, սիրելի աշակերտներ։ Պարզապես սովորեք կարդալ։ Ուղղակի կարդալ, ոչ թե հեռախոսից, այլ գիրք կարդացեք։ Կյանքի լուսավոր ճանապարհը եւ լավ ընկերը միմիայն գիրքն է։ Սա այսքանով ուղղակի լրել չէի կարող, որովհետև շատերի համար հարցեր մնացել իսկապես ազատվել է դպրոցի տնօրենը, թե ոչ չի ազատվել, ոչ նկատողություն չի ստացել։ Համայնքի ղեկավարը այդ հարցով չի զբաղվել, որովհետև երևի մանկամիտ է կամ չգիտեմ, նրա հայացքը տեսակ է, փորն իրանից առաջ ընկած է թվում էր, ու հարցերի պատասխաններից էլ արդեն պիտի հասկանանք, որ սա ինչ նպատակով է եկել։ Ինչպես նաև լսել եք եւ տեսել եք տնօրենի ժամանակավոր այդ ԺՊ-ի պատասխանները եւ մանկավարժների հիմնականում ընդեղ Ասատրյան կա, ափսոս այդ ազգանունը, որ իր վրա է, ուրեմն նաեւ դրանց զրույցն եք լսել, դրանց բանսարկությունները, սա պիտի ընդհանրապես այդ դպրոցը ծանր հիվանդ է։ Եվ այն, որ նախարարությունը չի նշանակում, այլ մարզպետը պիտի նշանակի, հետաքրքիր է, այս կարևոր գործը ինչ է, այսքան բացի թող վիճակում։ Սա այսպես, ինչ որ հարցեր կլինի, խնդրում եմ գրեք, միգուցե ես շատ բաներում։ Այո, Մուշեղ Հարությունյանը գրում է, որ ծնողի ներկայությամբ զավակը չափնանցնում է, մեղավորը ծնողն է։ Չգիտեմ արդեն ում ասեմ, մեղավորն է։ Մեղավորը ախր 30 տարի ժամանակն էր։ 30 տարի մեր կրթությունը իմ երեխաներին 3 դպրոց տարա։ 3-ում էլ ոչ մի բան չէին սովորացնում, դասաժամեր չկար, անընդհատ ազատ էր, այն մութ ու ցուրտ տարիներն էին։ 3 դպրոց ստիպված վճարովի տվեց, էլ անգլիականը տար, այն այդա չգիտեմ ինչ, այդ անգլիական դպրոցը այդ Ամիրյանի վրա։ Ոչինչ չէին սովորացնում, անգամ տառերն ալարում էին սոր, թե այդ ինչ միանգամից փոխեցին, թե Լևոն Մեսսիս ծրագիր բերեց, այս ինչ քանդեց մեր երկիրը, թող իրանց տունը քանդվի։ Ես ուրիշ բան, ես մարդ եմ, մարդկային ես իմ պետության ծառան եմ։ Ես ինչով կարողանում եմ ծառայում եմ իմ պետության, իմ ժողովրդին, իմ երկրին։ Ու նա, ով իմ պետությանը հակառակ բան է անում, ես ստիպված եմ, ես մարդ եմ, կին եմ, այս չափերս արդեն անցնում եմ ձևով ասում եմ, իմ պետությանը քանդողը իր տունը պիտի քանդվի, ինքը պիտի կարու քանդվի, որ ձեռքը այլևս չհասցնի իմ պետությանը։ Ողջ մնացեք։ Սիրում եմ, գրկում եմ բոլորիդ։ Աստծո սերն եմ ցանկանում, այդ դավադրությունը ներող կլինեք, ես էլ մարդ եմ, ես էլ իմ չափերն եմ անցնում, ինչ ասեմ։ Ամեն դեպքում իրար նկատմամբ սեր ունեցեք, սեր ունեցեք, եւ այդ դպրոցի գաղափարը, ուսուցչի գաղափարը, ոտնատակ անողները, թող խորը մտածեն այդ ծնողները եւ ուսուցչական կոլեկտիվը իրենց վարքագծի, իրենց գիտելիքների լավ կլինի, որ կրթվեք։ Այսքանը կարող եմ ասել։ Դա կրթության պակասի հետևանքերից ամեն ինչը։ Ստեսնես